Բարև բոլորին։ Եմ սպասում եմ կանգառում, ուզում եմ գնամ կենտրոն։ Ուզում եմ մի երկու բան առնեմ գրենական պիտույքներ իմ սիրած խանութից։ Անպայման ձեզ ցույց կտամ։ Շատ էկոնոմիկ գներով խանութ է, շատ եմ խորհուրդ տալիս, եթե գաք այստեղ անպայման գնումներ արեք եւ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում այդ խանութը կա։ Եվ իմ ավտոբուսը եկավ։ Նայեք ժողովուրդ տուրիստների քանակը։ Խնդրում եմ ձեզ։ Ես չգիտեմ ուղղակի։ Ես իմ ամեն տեսահոլովակում անպայման ձեզ կրկին հրավիրում եմ ուշադիր լինեք ձեր իրերին։ Շատ են գողությունները քաղաքում, գրպանահատները, հենց այս վայրերում, որտեղ սենց մեծ քանակությամբ տուրիստներ են, նրանց աշխատանքի վայրն է, 1 րոպե անուշադրություն եւ կամ հեռախոսը չի լինի, կամ պայուսակը չի լինի։ Շատ անգամ այս սենց իմ նման մարդիկ, երբ որ նկարում են, իրանք կարող են մոտենալ, հեռախոսը վերցնել եւ վազել։ Դուք չեք հասնի նրանց հետևից։ Այդ իսկ պատճառով կրկին ձեզ հրավիրում եմ ուշադիր լինել։ Ինչ գեղեցիկ են։ Համաձայնեք իմ հետ։ Սինյորայի հրապարակում են Շանելի բուտիկը, Դոլչե Գաբանայի բուտիկը, Վալենտինոն և Ռիվուարը, որը շատ պատմական սրճարան է, իրականում եղել է ոչ թե սրճարան, այլ շոկոլադի պատրաստման վայր, որը վերածվել է այսօր տուրիստների սիրված վայր։ Նորից եմ ուզում հրավիրեմ ձեր ուշադրությունը, որ եթե տեսնում եք պաղպաղակը սենց սարի նման, վրան մրգերով, ինչ-որ տարօրինակ գույների, դա ֆլորենտինյան ջելատոյի հետ որևէ կապ չունի։ Պաղպաղակը պետք է լինի փակ տարայի մեջ, ամբողջությամբ փակ, և դրված լինի սառցարանի մեջ։ Սա արդեն պաղպաղակ չի։ Ես ինչպես միշտ առավոտից դուրս եմ եկել, սուրճ չեմ խմել, նախաճաշ չեմ արել ու եկել եմ կենտրոն։ Դա արդեն դառել է ինձ համար սովորական մի բան, բայց դա լավ չի, պետք է փոխվել։ Արդեն կլինի ճաշի ժամ, իսկ ես դեռ սուրճ պետք է խմեմ։ Իդեպ Իտալիայում, ամբողջ Իտալիայում շատ ընդունված է նախաճաշել, ճաշել եւ ընթրիք անել հստակ ժամերին եւ իրենք պահպանում են այդ ժամերը։ Առավոտյան են շատ շուտ են անում իրենց նախաճաշը եւ նախաճաշը դա հիմնականում սուրճ է, որևէ մի քաղցր բանի հետ, կամ կրուասանի, կամ բրիոշի, ցանկացած քաղցր բան։ Մի հատ նայեք էս մոկկան ժողովուրդ։ Շլավն է։ Հետո գալիս է ճաշի ժամը, որը հիմնականում 12-ից 3 հնգած հատվածում։ Շատ խանութներ այդ ժամերին ուղղակի փակվում են, իհարկե չի վերաբերվում կենտրոնի խանութներին, որոնք միշտ բաց են, եւ ռեստորաններին, բայց կենտրոնից դուրս ամեն ինչը փակվում է այդ ժամերին, բացի մեծ սուպերմարկետներից։
Մյուսը գալիս է ընթրիքը, որը երբեք չի սկսում 7-ից եւ 7:30-ից շուտ։ Շոկոլադե պատրինքի պաղպաղակը շատ լավն է եւ բոլոր կանոններին է հետևում։ Փակ տարաների մեջ առանց գույների եւ համերի ավելացման։ Զբոսնենք միասին։ Իմ աչքերով ձեզ ցույց տամ Ֆլորենցիան, ովքեր որ Բրաչալինի սիրահար են, խնդրեմ։ Շարունակենք մեր զբոսանքը, հախնելով տուրիստական հոսքերից։ Սա քաղցրավենիքի խանութ է։ Այստեղ ամեն ինչը handmade է, կարող եք ձեր համար, ես օրինակ իմ 2 փոքրիկ աղջիկների համար այստեղից վերցրել եմ նվեր, սենց գոքնոցներ, երբ որ իրանք ծնվել էին, եւ խնդրել եմ ամեն մեկի անունը վրան ասեղնագործել եւ պահել եմ որպես հիշողություն։ Ձեզ եմ խորհուրդ տալիս, եթե լինեք, անպայման դա արեք։ Հասա մեր խորհրդանշին այս քաղաքի։ People up there, I think. Այստեղ մարդիկ ֆոտոսեսիա են անում պաղպաղակով, չխանգարենք։ Շատ եմ սիրում Ֆլորենցիայում ապրել։ Սա իդեալական քաղաք է, գիտեք ինչ առումով։ Եթե դուք սիրում եք հանգստություն, հանգիստ ապրել առանց տուրիստների, կանաչի մեջ, բնության մեջ, բայց միևնույն ժամանակ, եթե ունեք ցանկություն, շատ կարճ ժամանակում հայտնվել ինչ-որ մի մեգապոլիսում, ապա Ֆլորենցիան իդեալական քաղաք է, որտեղ 10-15 րոպեվա ընթացքում դուք կարող եք խախանդ, հանգիստ, կանաչ մի վայրից հայտնվել այսինքն եռացող հատվածում։ Իմ համար դա իդեալական է։ Ուզում եմ սկուդերիում, որ ամենահիններից է, դիտել եմ, խմեմ սուրճ։ Մակիատոն, որը ես կխմեմ բարի մոտ եւ վճարեցի 2 եվրո։ Եկեք միասին մտնենք մանգո, տեսնենք ինչ հետաքրքիր բան կա այստեղ։ Չեմ սխալվել չափսը, ոչինչ չեմ սխալվել, չնայած կարելի է փոխել, եթե հանկարծ չափը սխալվել եմ, կարելի է փոխել,
Բայց հուսով եմ դրան չենք հասնի։ Եթե հասցնեմ, լավ կլինի մի տեղ մտնեմ, ծաղիկ գնեմ։ Ցավոք սրտի Ֆլորենցիայում այդքան շատ չեն ծաղիկի խանութները, ոնց որ մենք սովորենք Երևանում, եւ այստեղ այդքան չեն էլ նվիրում իրար ծաղիկ։ Շատ հազվադեպ դեպքերում են նվիրում։ Եթե օրինակ մայրիկի օրն է կամ ինչ որ որևէ տոն, նույնիսկ ծնունդին ծաղիկ չեն նվիրում։ Դրա համար մի քիչ դժվար է գտնել։ Քայլենք դեպի Tiger։ Իմ սիրելի խանութներից մեկն է, որը շատ էկոնոմ գներ ունի եւ կարելի ասել բոլոր գրենական պիտույքները գնում եմ այնտեղից։ Եթե չեմ սխալվում, դանիական ֆիրմա է, բայց ներկայացված է Եվրոպայի բոլոր քաղաքներում, շատ հայտնի է եւ ունի մանր-մունր տան իրեր, խոհանոցի, շատ չի, բայց հետաքրքիր բաներ լինում են, գիտեք, մեկ եւ շատ լավ գներով։ Փողոցը անցնենք, գնանք այստեղ շատ մոտիկ է։ Մենակ Ֆլորենցիայում երևի մի 6-7 հատ այդ խանութից կա, տարբեր տեղերում ներկայացված, եւ կենտրոնում, եւ կենտրոնից դուրս։ Եկել եմ իրականում ինձ համար մի քանի այսինչ պլաներներ եւ բլոկնոտներ գնեմ։ Այս 3 հատը վերցրեցի։ Ինչ թվում է բավարար է։ Oddio. No, però non mi va bene. Գնումներս արեցի։ Ինչ որ ուզում էի արդեն գնեցի։ Սա Սանտա Մարիա Նովելլա եկեղեցին է, բազիլիկան ավելի ճիշտ։ Միացնենք, թե չի բացվի։ Գնանք դեպի տրամվայ։ Գնամ տուն, նվերը հանձնեմ, գնամ փոքրիկներիս հետևից։ Արդեն երևի երեկոյան ընտանեկան միջավայրում կնշենք մամայիս ծնունդը եւ այսպես։ Շնորհակալ եմ, որ իմ հետ էիք, որ նայեցիք մինչև վերջ, կհանդիպենք մյուս տեսահոլովակներում։ Ciao!